քիչ նկատելի է Արցախից բռնի տեղահանվածների հետ վերադարձի թեման կամ նրանց վերաբերող խոսույթը։ Մեզ հետաքրքրում է արդյոք ձեր օրակարգում կա նման թեմա, արցախցիների հետ վերադարձի թեման եւ պատճառը ինչու է ընդդիմադիր դաշտում նվազում այդ խոսույթի գեներացումը, քանի որ մի որոշ ժամանակ առաջ դա բավականին լայն թափ էր ստացել։ Երկրորդ թեման իշխանությունը ընդդիմությանն է մեղադրում, մասնավորապես դաշնակցությանը, քանի որ մենք այստեղ ներկայացուցիչներից չունեցանք հնարավորություն հարց ուղղելու, ուղղեմ, եթե պատասխանը ունեք, կարող եք ասել։ Լեռնային Ղարաբաղը հայաթափելու մեջ, այսինքն դաշնակցությունը ինչ որ ժամանակ իշխանություն փոխվեց եւ այլն, երեք էր խոսվում այդ թեմայով, եթե նմանատիպ հարցի պատասխանը ունեք, խնդրեմ ասեք։ Հետաքրքրական է, որ երկու հարցն էլ ինձ չէր վերաբերվում, փաստացի, հեսա կբացատրեմ ինչի, բայց փորձեմ ամեն դեպքում պատասխանել։ Առաջին հարցի հետ կապված, ես չգիտեմ, թե ընդդիմադիր որ շրջանակներին նկատի ունեք Հանրապետական կուսակցությունը Հայաստանի պարլամենտական ընդդիմադիր պարլամենտում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունն է եւ մեր վերջին համագումարի բանաձևում առանձին կետով խոսվում է Արցախահայերի, Արցախում բնակվող հայերի վերադարձի իրավունքի մասին։ Ու ես կուզենայի օգտվելով հնարավորությունից, որ կառավարությունում բեմադրվող շոու ծրագիրը ենթադրում եմ ավելի հետաքրքրական է, քան այս չեպազրույցը, մի քիչ ավելի շատ ժամանակ կտրամադրեմ այդ հարցին։ Տեսեք, ինչ է ասում այսպես կոչված իշխանությունը։ Իշխանությունը ասում է, այ որ դուք խոսեք իրավունքի մասին, Ադրբեջանը այ։ Իրանք այս մի քանի տարի է ոչ Արցախ բառն են ասում, ոչ ինքնորոշման իրավունք են ասում, ոչ արցախահայերի վերադարձի իրավունք են ասում, որոնք իրավունքներ են ֆիքսված, թե միջազգային իրավունքով, թե քաղաքական բարձրագույն ուժ ունեցող փաստաթղթերով։ Ինչը դրանից փոխվում։ Մի ամիս առաջ Ադրբեջանը էլի մի արշավ էր սկսել մի քանի օրանոց։ Ես չեմ ուզում հայկական ինֆորմացիոն դաշտ բերել այդ ամեն ինչը, բայց տարբեր կալիբրի չինովնիկներով, տարբեր դա գոնգո է կոչվում, պետական ֆինանսավորում ունեցող հասարակական կազմակերպությունների միջոցով, բյուջետային է, տողով բյուջետային ֆինանսավորում ունեցող հասարակական կազմակերպությունների միջոցով, նորից խոսում էր ինչ-որ ցնդաբանություններ մեր հայրենիքի հետ կապված, ինչ-որ գոյություն չունեցող թվեր էր հնչեցնում եւ այլն։ Ես կարող եմ հասկանալ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացուն, ով ջարդված, խայտառակ կառավարմամբ պատերազմից եւ դրա արդյունքներից ճնշված կարող էր ասել. լավ, հլը տասեք տեսնենք այս Փաշինյանի առաջարկածը ինչ է, փորձենք։ Դրա համար կար 5 տարի։ Բոլորս տեսնում ենք, որ այդ ճանապարհը անօգուտ է։ Ինչքան ուզում է չասես, միևնույն է Ադրբեջանը խոսալու է թե ցնդաբանությունները փախստականների հետ կապված, թե Սևանի հետ կապված, թե Երևանի եւ այլն։ Ոչ մեկ չի ասում, որ դա պետքա այս պահին նախապայմանի տրամաբանությամբ պահանջատիրական, ագրեսիվ ռետորաբանության մաս լինի, բայց հրաժարվել այդ իրավունքից Փաշինյանին ոչ մեկ իրավունք չի տվել։ Ուստի այդ պսևդո կապը, գոյություն չունեցող կապը, մենք չխոսենք, որ իրանք չխոսեն, իրականություն չի, ու մենք դրանում ամեն օր համոզվում ենք, ամեն օր։ Ձեր առաջին հարցի հետ կապված, չգիտեմ ում էր վերաբերվում հարցը, հանրապետականի է, վերջին ամենամեծ քաղաքական իրադարձությունը եղել է մեր 18-րդ հերթական համագումարը, որի բանաձևի մեջ ձեր հարցի պատասխանը կա, ոչ ինքը մեր համար երբևէ չի դադարել լինել առաջնահերթություն։ Երկրորդ հարցի հետ կապված, նորից մեզ չի ուղված, բայց այնուամենայնիվ ես կպատասխանեմ։ Ձեռ են առնում մեզ։ Չէ լուրջ, Փաշինյան ենք ձեռ են առնում։ Իրանց կառավարման օրոք ստորակետ պատճառով Արցախը գրավվել է եւ հայաթափվել։ Դե եթե հանկարծ եւ այլն, դուք շնորհավորեցիք, դուք ուղիղ
6 օր այսինչ կուսակցության ղեկավար ներազգային ժողովի նախագահ Արցախում լուրջ են ասում։ Բա ինչի չեն ասում, որ գիտեք, ես սահմանափակում ունեմ խոսել մի մարդու մասին, ով հիմա Բաքվի բանտում է, անկախ իմ քաղաքական տարաձայնություններից Արայիկ Հարությունյանի, ես ճիշտ չեմ համարում իր հետ կապված որևէ բաներ ասել, բայց այս մեկը ուղղակի չեմ կարող ասել։ Դա առաջին անգամը չի եղել, որ պարոն Հարությունյանը հրաժարական է տվել այդ ժամանակահատվածում։ Եվ այն խիզախ հայրենասեր պատասխանատու գործիչները, որոնք ստանձնել են այդ ժամանակ Արցախի կառավարումը, պարզապես այլընտրանք չունեին, որովհետև արդեն որ երրորդ անգամ այդ պահին Արցախի իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչը ցանկանում է հրաժարական տալ։ Սրա մասին ախր շատ խոսվել է, ես որևէ մեծ բացահայտում չեմ անում, բայց ոնց որ սա մոռացվել է։ Ուստի ես լուրջ չեմ կարողանում հասկանալ, ինչքան կարելի է լկտի սուտ ասել։ Ձեր իշխանության եւ ձեր աշխատանքի արդյունքում դա եղել, ավելի ճիշտ չաշխատանքի։ Ես նաեւ լսում էի մինչև ինձ եղած ԿՊ-ական ներկայացուցիչների ասածները, օգտվելով հնարավորությունից, որ հասցնենք, նաև դրանք մեկնաբանում։ Նախ ԿՊ-ականներից մեկը մի քանի անգամ շեշտեց ուժեղ հանրապետական, ճիշտ արեց։ Հանրապետականը եղել է ուժեղ, կա ուժեղ եւ լինելու է ուժեղ։ Շատ լավ է, որ վերջապես դա իրանք հասկացել են։ Դա մեկ։ Երկրորդ, իրանք ինչ որ փորձում էին ներկայացնել, որ Ադրբեջանի եւ իրանց միջև որևէ պայմանավորվածություն բացի այդ թղթերի վրա գրվածներից չկա, մի կողմ թողնենք թղթերի բովանդակությունը, երաշխիքները եւ այլն եւ այլն եւ այլն։ Փաստացի 2 օր առաջ, եթե չեմ սխալվում ձեր հարցն էր, 2 օր առաջ Ադրբեջանի ներկայացուցիչը ասել է, որ նախապայման է ստորագրման սահմանադրության փոփոխությունը։ Այդ թղթի մեջ սահմանադրության փոփոխության վերաբերյալ ոչ մի բառ չկա։ Ստացվեց, որ այդ թղթի մեջ ամեն ինչ չի գրած։ Իսկ որտեղ են երաշխիքները, որ մի ամիս հետո էլ Ադրբեջանից որևէ մեկը չի ասի, բայց մենք էլ նախապայման կար։ Ձեզ խաբել են, ձեզ չեն ասել։ Այս ակնհայտ բաներ է, փաստացի ասում են Ադրբեջանի հետ ուրիշ պայմանավորվածություն չկա, քան թղթի վրա գրածները, ու 2 օր առաջ դրա խիստ հակադարձ բանն է ասվել։ Բայց ինչ պայմանավորվածություններ կան, որ մենք չգիտենք։ Ու գիտեք, ես չափից շատ եմ հարգում մեր քաղաքացիներին, որպեսզի կոնսպիրոլոգիայի դավադրապաշտությունների մեջ մտնեն, բայց ես միշտ նույն օրինակն եմ բերում։ 2018 թվականին Փաշինյանը խնդրել է Ալիևին նվազեցնել սահմանային լարումը, որովհետև ինքը պիտի ուժեղ հանրապետականների հարցերը փորձեր լուծել։ Սա ինքն էլ է ասել, Ալիևն էլ է ասել եւ այլն։ Ես չեմ մտնում լիֆտ, Դուշանբե եւ այլն։ Նեղություն։ Բացարձակ։ Պարզ հարց եմ տալի։ 18 թվական Փաշինյան-Ալիև հանդիպում, առաջին հանդիպումներից մեկը։ Փաշինյանը խնդրում է նվազեցնել սահմանային լարումը։ Էլի Փառք Աստծո հայ զինվորի կյանքա փրկվել։ Մի կողմ դա դնենք։ Բայց ես ուրիշ հարց եմ տալիս։ Ինչի դիմաց է դրան համաձայնվել Ալիևը։ Ընդ որում ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Ես այդ հարցը տալիս եմ ակնկալելով, որ այդ նույն հարցը տալու են մեր հայրենակիցները։ Ակնհայտ է, չէ, որ սիրուն աչքերի, գլխարկի եւ այլնի համար չի եղել։ Ակնհայտ է, չէ, որ դիմացը ինչ որ խոստում ա տրվել։ Իսկ քանի տենց խոստումներ կան, որ մենք դեռ չգիտենք։ Այս է իրականությունը հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։ Շնորհակալ եմ։ Երկու հեռուստաընկերություն։ Պարոն Մամիջանյան, երեք Փաշինյանը կառավարության ծրագրի կատարողականի իր ավարտական ելույթը ավարտեց հենց այս նախադասությամբ ժողովուրդը պետք է շունչ անգյալներին, քաղաքական բոշաներին ուղարկի քաղաքականությունից դուրս։ Ճիշտ է, հանրապետականը ուղիղ չի մասնակցում ընտրություններին, բայց նախ ինչպես եք վերաբերվում այս խոսույթին, բովանդակությանը եւ հնարավոր կլինի ընդդիմությանը, միասնական ընդդիմությանը վերջին արդյունքում հաղթել։ Շնորհակալություն։ Գլուխը պատին է տվել ցանկացած
վայ պաշտոնյա, ով հանդգնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վիրավորել, չեմ էլ ուզում կրկնել թե ինչ խոսքերով։ Գլուխը պատին է տվել ցանկացած պաշտոնյա, վայ պաշտոնյա, ով հանդգնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վիրավորել։ Այս մեկ։ Անդիմության միասնականության հետ կապված։ Նորից պիտի հղում անեմ Հանրապետականի 18-րդ հերթական համագումարի ժամանակ նախագահ Սարգսյանի հնչեցրած 4 կետերին, որոնք կարծում եմ ապահովում էին գործնական մակարդակում միասնական ընդդիմադիր ճակատի գործողությունները ամենակարևոր հարցերում, սկսած միջազգային մեր գործընկերներին իրականության ներկայացման, ընտրությունների մասնակցության մակարդակի ավելացման, ընդդիմության թեկնածուների, անհատ թեկնածուների նաև անհատական քաղաքական պատասխանատվության եւ այսպես կոչված post-Նիկոլ, հետ Նիկոլյան ժամանակաշրջանում առաջարկվող վերափոխման, բարեփոխման ծրագրերին, ընդ որում ոլորտային, որոնք մենք ես այդպիսի բան ճիշտ ասած չեմ լսել երբեք քաղաքականության մեջ պատրաստ ենք կիսել մեր գործընկերների հետ, ուստի դա է հանրապետականի մոտեցումը ընդդիմության միասնականությանը, դրանք են մեր առաջարկները եւ դրանց հետ կապված մանրամասներ կլինեն գալիք շաբաթ։ Իմ հարցը ուզում եմ հստակեցնել, արդյոք ընդդիմադիր մի քանի խոշոր բևեր է ձևավորվել, կհաջողվի նրանց վերջնաարդյունքում հաղթել, իշխանություն վերցնել։ Ես փախտագուշակ չեմ։ Ես չեմ կարող կանխատեսումներ անել։ Առավել եւս ընտրություններից 2 ամիս առաջ։ Մի բան կարող եմ խոստանալ, երաշխավորել, որ յուրաքանչյուր հանրապետական իր ուժերի ներածի չափով ու դրանից մի քիչ ավել, այնպես ինչպես այս 7 տարիների ընթացքում ամեն ինչ կանի մեր բոլորի հայ ազգի Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակը ապահովելու համար, այն է Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար։ Դա մեր բոլորի պայքարն է, ու մենք բոլորս վաստակել ենք այդ պայքարը հաղթանակով ավարտելու իրավունքը։ Սիվիկ խնդրեմ, շնորհակալություն։ Պարոն Մամիջանյան, դատապարտեցիք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վիրավորող բոլոր քաղաքական գործիչներին, ակնկալում են, որ ռետրոսպեկտիվ կդատապարտեք նաև 2020 թվականին հայրենիքի փրկության շարժման օրերին բարձր ամբիոնից հայ ժողովրդին ուղղված հետևյալ արտահայտությունների համար այն քաղաքական գործիչներին, որոնք կիրառել են նախիր ժեղ։ Խնդրում եմ անվանական։ Խնդրում եմ Ես ռետրոսպեկտիվ որ թերթեք արխիվը մամուլի կտեսնեք ու մասն է խոսքը, բայց սա դիտարկում որպես հիմա հարցերը ձեր պատասխանեմ հետո, եթե թույլ տաք։ Ես շատ եմ խնդրում, ես առանց այդ էլ ահագին գործ ունեմ անելու, ինձ տնային աշխատանք մի տվեք էլի։ Նման կերպ, եթե դուք ճիշտ եք մեջ բերում, եթե կոնտեքստից չեք հանում, եթե դա չի եղել ինչ որ fake news, բնականաբար անընդունելի է, բայց նորից ոչ անունն եք ասում, ոչ ասում եք, որ միցինգի ժամանակ ես նման բան մեկնաբանել չեմ կարող, բայց ես Նիկոլ Փաշինյանը չեմ, փառք Աստծո, իմ ասածները 8000 տակ չեն պտտվում, ես շատ շիտակ իմ կարծիքը ասեցի այն մարդկանց մասին, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մեղադրում են։ Off record ես կասեմ ու մասին է խոսքը։ Հիմա հարցս, պարոն Մամիջանյան, ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչներին վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեսնում ենք ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին աջակցություն կազմակերպված ակցիաների հանրահավաքի մասնակցելիս երեք էլ եթե չեմ սխալվում մասնակցում եք նաև դատարանի դիմաց կազմակերպված ակցիային տեսակ կետ կա պարոն Մամիջանյան որ դուք ձեր աջակցությամբ ավելի շատ վնասում եք այդ քաղաքական ուժին քանի որ հանրապետական կուսակցությունն ունի ինչպես սոցիոլոգիական հարցումներն են ցույց տալիս բացասական վարկանիշ մեծ անտի-ռեյտինգ խնդրում եմ ասեք դուք կիսում եք այդ կարծիքը որ վնասում եք ուժեղ Հայաստան կուսակցությանը Կետ համար 1 Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր անտի-ռեյտինգ ունեցող top 3 քաղաքական գործիչներից մեկը Նիկոլ Վովայի Փաշինյանն է
Ոստի այդ համատեքստում անդիմադիր այս կամ այն քաղաքական ուժի վերաբերյալ ասել անտի-ռեյտինգ մի քիչ համար անկալելի է, որովհետեւ top 3 ամենամեծ անտի-ռեյտինգ ունեցող մարդկանցից մեկը Նիկոլ Փաշինյանն է, ու երրորդը չի։ Այդ մեկը։ Երկրորդ, այո, Հայաստանի Հանրապետական Կուսակցության ներկայացուցիչները մասնակցել են 3 Սամվել Կարապետյանի ազատության համար հանրահավաքին, ինչպես նաև մասնակցել են Սրբազան Աճապահյանի ազատության համար ցույցերին եւ դատական նիստերին, իսկ դուք գիտեք, որ Սրբազան հայրը մի քանի անգամ հանրապետականի մասին հաստատ ոչ հաճելի մեր համար հայտարարություններ է արել, եղել են քաղաքական գործիչներ, որոնք ուղիղ կոնֆրոնտացիայի են մտել հանրապետականի հետ, բայց երբ որ իրանք ապօրինաբար ձերբակալվել են կամ ազատազրկվել են հանրապետականը նույնպես այնտեղ է եղել։ Ուստի ես չեմ հասկանում, թե ինչով էր երեկվա միտինգը ի պաշտպանություն քաղաքապետար Սամվել Կարապետյանի տարբերվում մնացած միտինգներից։ Այս երկրորդ կապված ինչ որ վնասելու եւ այլնի հետ։ Գիտեք, այդ թեզը, որ անդադար փորձում են իշխանությունները տարածել, ինչ որ Զմեյ Գարենիչի պատմությունը հորինել Փաշինյանը ինքն իրան պատմում, ինքը ուրախանում է, կարող որոշել առակագիր դառնա հետագայում, չգիտեմ։ Այդ տրամաբանությամբ իրանց կուսակցությունը 2 փոխնախագահ ունի, մեկը ֆիկտիվ հանրապետական է, մյուսը առնվազն առնչություն է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Այստեղ ինձնից առաջ նստած էր մի երեսփոխան, մինչև Սեյրան Մուշահաչը, Արթուր Հովանեսյանը, ով անդադար ինչ որ զուգահեռներ էր փորձում տանել, ինչ որ կապեր էր փորձում գտնել 2017-ի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ինքը աշխատում էր Վահե Հակոբյանին պատկանող լրատվականում որպես հաղորդավար։ Ու մի անգամ ես մասնակցել եմ բանավեճի, որը ինքը վարում էր։ Վիդեոն կա ինտերնետում։ Մանեթ Հանդիլյանի հետ էի բանավեճում, հետաքրքիր է, չէ՞, հենց ելքի Մանեթ Հանդիլյանի։ Բանավեճի վերջում քիչ էր մնում ավտոգրաֆ վերցներ ինձնից։ Ես ինչ լավ էր, ես ինչ արեցիք, ես ինչ ուժեղ էր։ Այն ժամանակվանից ինքը հասկացել է, որ հանրապետականը ուժեղ է։ Ես այն ժամանակ հանրապետականի ցուցակի 40 պիեսին-որիորդ համարն էի։ Ես չեմ պատկերացնում անգամ ոնց կգցներ մեր առաջին տասնյակին։ Բայց նորմալ է։ Մենք այնպես բաներ շատ ենք տեսել, չենք զարմանում։ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի պատիվ եւ մեծ աջակցություն կբերի հանրապետականի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուրի աջակցությունը իրեն։ Ես վստահ եմ, որ 7 տարի այս պայքարի առաջնագծում պայքարած հանրապետականներից յուրաքանչյուրը շատ ակտիվ օգնի, կսատարի եւ կպայքարի օրենքով սահմանված բոլոր միջոցներով ընդդիմության միասնական հաղթանակի համար։ Շնորհակալություն, ժամանակը սպառվեց։